Էջմիածնի Արագած գյուղում տարիներ առաջ տունը վաճառած եւ Ուկրաինա մեկնած Լուսիա Մանուկյանի ընտանիքը մեծ դժվարությամբ փախել է Լուգանսկից, ունեցվածքը թողնելով փլատակների տակ, բայց տպավորությունն այնպիսին էր, որ այստեղ անգործ, անտուն եւ քաղցած օրեր անցկացնելով իրենց փլատակների տակ էին զգում։ Լուսիային ոչինչ չէր մնում, քան սпасել հրաշքի, խավարից իրենց դուրս բերող ձեռքի։ Այդպես էլ եղավ։ Նրանց իր թոշակով պահած հարևանուհին Ջեմատատը պատմեց, որ Լուսիան դեռ մինչև մեր այցը իրեն փրկված է համարել։ Ասմեր լույս անգետունս լույս եմ բերում, ամենայն ազնվությամբ, ես ինչ են մեր հայերը, ով որ մեզ օգնել է, ես նեղ վիճակից մեզ հանեցիք, մինչև ինչքան սաղ ու կենթան եմ, հիշելու եմ, կյանքում չեմ մոռանալու, մինչև մահ ու գերեզման, Ջեմատոտա ցավը տանեմ, դու իմ մոր նման, ես քեզ առաջ օրվանից սիրել եմ, որպես ինձի ծնող, ճիշտ է, իմ մաման ողջ է, հիվանդ է, բայց մորիցս օգնություն չկար, կողքս Ջեմատոտան էր, շատ շնորհակալ եմ Ջեմատոտա, դու Մաման ես, դու էլի աղջիկն ես, շնորհակալ եմ բանը։ Եվ այդ ամենը զուտ խոսքեր չեն։ Գաղտնիք չէ, որ այսօր հող կամ տուն գնելը դժվար է, բայց եւ այնպես Լուսիան Հայաստան գալով որպես իսկական քրիստոնյա առաջինը եկեղեցի էր այցելել ու Աստծուց փրկություն խնդրել։ Շատ էինք ոգևորվել, երբ հաղորդումից հետո զանգահարեց Մոսկվա բնակ Կարեն Աղաջանյանը եւ $2000 գումար ուղարկեց հող կամ տնակ գնելու նպատակով։ Արձագանքեց նաեւ Արագածի գյուղապետ Աշոտ Կամավոսյանը եւ ասաց, որ հող գնելու համար 400,000 դրամ էլ կհատկացնի գյուղապետարանը։ $2000-ից $1000 այս տնակը գնեցինք, որը մյուս շաբաթ հիմնանորոգված կտեղափոխեն Մանուկյանների նոր հողամաս։ Հողամասն էլ գյուղապետի հատկացրած գումարով գնեցինք, պակաս մասն էլ կրկին Կարեն Աղաջանյանի ուղարկած փողով։ Ավելին նա խոստացավ Մոսկվայում աշխատանքով ապահովել Լուսիայի դստերը, իսկ Էջմիածնի էլ ցանցի պետ Բենյամին Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց հոգալ տնակը հոսանքով ապահովելու ծախսերը։ Լուսիան չէր հավատում, անընդհատ կրկնում էր, թե ուրախությունից կաթված կստանա։ Սակայն Ջեմատատը սաստեց, ասելով, որ եթե ինքը որդու կորստից հետո ապրում է, այս հրաշքը իրեն պետք է ապրեցնի։ Կարեն ջան, աղբերս, շատ հոգաչափ, շնորհակալ եմ, որ կուրացած ընտանիքին օգնեցիր, կուր չէի, բայց կուրացել եմ։ Գյուղապետարանի համայնքի միջոցների հաշվին, բյուջեի հաշվին 400,000 դրամ օգնության կարգով կտրամադրենք եւ հողամաս ձեռք կբերենք համայնքում։ Մեր գյուղապետից շատ նույնպես շնորհակալ եմ։ Ցանկանում եմ առողջություն, գործերին հաջողություն։ Ինչպես տեղեկացրել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, մեր հերոսների կողքին են նաև վարչական շրջանները։ Ավանի ղեկավար Մանվել Ջավադյանի հանձնարարականով աշխատակազմի ներկայացուցիչները մի քանի մեքենա նվեր էին բերել։ Ավելին, տպավորված 80 անց Ջեմատատի հոգատարությամբ նրա համար առանձին նվեր էին առանձնացրել։ Պարոն Մարգարյանի ողջույնները ձեզ, Ավան վարչական շրջանի ղեկավար պարոն Մանվել Ջավադյանի հարգանքները, սերը, մեր բոլորի ջերմությունը ձեզ։ Իսկ ինչ նոր տուն առանց էլեկտրատեխնիկայի։ VLV էլեկտրոնիկայի խանութների ցանցի ղեկավարությունը սառնարան նվիրեց, ցանկանալով, որ այն միշտ լիքը լինի, իսկ փոքրիկ Արթուրի համար անակնկալներ էր պատրաստել։ Պատերազմի արհավիրքից մարզապուրց եղած այս ընտանիքին, որը հայտնվել է ծանր կացության մեջ, այս անգամ նվիրել է սառնարան, Տիկին Լուսիա, սառնարանը ձերն է, ուրախ վայելեք։ Շատ շնորհակալություն։ Ցանկանում եմ ձեզ առողջություն, հոգաչափ գոհև աղբերս։ Ուրախ օգտագործեք։ Տեսողական խնդիրներ ունեցող Լուսիայի համար լվացքի մեքենա ունենալը պարզապես երազանք էր, որն իրականացրեց Վեգա էլեկտրոնիկայի խանութների ցանցի տնօրինությունը եւ ինչպես միշտ այս ընտանիքին էլ գումար տրամադրեց։ Ես լվացք որ անում եմ, սաղ պիտնոները թողում եմ, չեմ կարողանում լվանալ։ Շատ շնորհակալություն եմ հայտնում։ 8-ամյա Արթուրը նախորդ տարի ձմեռ պապից պլանշետ էր խնդրել, բայց նրա երազանքը չէր իրականանում։ Երբ PC Electronics խանութների ցանցի տնօրինությունը տեղեկացավ այդ մասին, նրան պլանշետ նվիրելու պատրաստակամություն հայտնեց, որի միջոցով տղան նաև Մոսկվայում գտնվող մոր հետ անմիջական կապի մեջ կլինի։ Թող մոռանան այն ամենը, ինչ տեսել են իրանք այնտեղ, թող այս պլանշետը Արտուրին օգնի, որ հաճելիս ժամանց անցկացնի։ Спасибо за планшет։ Երևանի 144 դպրոցի տնօրինությունը եւ աշակերտները Արթուրի համար հավաքած օգնությունն անձամբ էին բերել։ Նաեւ իրենց ընկերությունն առաջարկեցին ու հավատացրեցին, որ նա այլևս մենակ չէ։ Մի փոքրիկ օգնություն, բարություն, բարեսրտություն, գեղեցկություն, չգիտեմ ոնց ասեմ։ Բերել ենք ձեզ
Զուզո ընկերության տնօրինությունն արդեն ավանդույթ է դարձրել իրենց տարատեսակ համեղ տեսականիով քաղցրացնել մեր հերոսների առօրյան եւ մուլտհերոսների միջոցով մեր փոքրիկներին ժպիտ պարգևել։ Բացի այդ նաեւ գումար փոխանցեցին։ Հուսով ենք, որ ինչ-որ չափ կմեղմի ձեր կարիքները։ Շնորհակալություն ձեզանից։ Իսկ Երևան City սուպերմարկետների ցանցի տնօրինությունը այս ձմեռ կապաովի Մանուկյանների տան ջերմություն է։ Նրանց հատկացրած գումարի մի մասով վառելափայտ կգնեն, մի մասով էլ նոր տարի կդիմավորեն։ Այս գումարի կարիքը շատ ունի, շատ շնորհակալ եմ։ Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն էլ հանձնարարել է լուծել ընտանիքին նպաստառուների ցուցակ ընդգրկելու հարցը։ Բարի Սամարացի ընկերությունը նորից մեծ քանակությամբ մսամթերք էր բերել եւ գազօջախ։ Մեր մշտական բարերարներից Ղևոնդը գումար փոխանցեց։ Մի շարք ուսանողներ մեզանից առաջ էին այցելել նրանց։ Փոքրիկ Մարիի ծնողները իրենց փոքրիկի համար խնայած գումարը փոխանցեցին Արթուրին։ Ջամբո էկզոտիկ այգու աշխատակիցը ոչ միայն նվերներ եւ սննդամթերք էր բերել Արթուրին, այլև հրավիրեց իրենց համալիր անմոռանալի օր անցկացնելու համար։ Ցանկանում ձեզ ամենալավն ու բարին եւ Աստծո սերը եւ խաղաղությունը թող ձեր ընտանիքից անպակաս լինի։ Շատ շնորհակալ։ Ձեզ բերել ենք այսօր սնունդ, որպեսզի դուք սնվեք եւ առողջ լինեք։ Պլատակների տակից մեզ փրկեցիք, մեզ քաշեցիք, հանեցիք, ողջ եւ առողջ։ Կապրենք, մինչեւ դուք էլ ողջ եւ առողջ ելնեք։ Բայց այս ուրախությունը կիսատ կլիներ առանց ամենասպասված հյուրերի՝ Բումբումիկի հերոսների։ Իդեպ նրանք ուրախացնում են ոչ միայն մեր հերոսներին, այլև նրանց հարևաններին, նաև իրենց բերած քաղցրավենիքներով։ Ճիշտ է, այսօր Լուսիայի ընտանիքին նույնիսկ անսպասելի երազանքներն են իրականացել, բայց Բումբումիկի հերոսները նրանց եւս մի քանի երազանք գրի առնելու հնարավորություն տվեցին, որը փուչիկներով երկինք ուղարկվեց։ Արթուրն այնքան էր ոգևորվել, որ բոլորին գրկում ու համբուրում էր։ Մենք էլ մեր Բումբումիկ թագավորության կողմից մաղթում ենք ձեզ բոլորին, որ այսպիսի ուրախ ու անմոռանալի օրերը ձեր կյանքում շատ լինեն։ Մարդը շատ դռներ է բացում, երջանկություն գտնելու ակնկալիքով, բայց փնտրածը ոչ միշտ է գտնում։ Ոմանք երջանկանում են, ոմանք կործանվում, ոմանք էլ տարատեսակ սխալ դռներ բացելով ճակատագրական սխալներ են գործում։ Ընդհուպ այնպիսի սխալներ, որոնց պատճառով անգամ հարազատ ընտանիքի դռները նրանց առաջ չեն բացվում։ Բայց կյանքում կա երկու դուռ, որ երբեք չի փակվի մեր առաջ։ Դա հայրենիքի ու եկեղեցու դռներն են։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։